Սրահանք տվեցին շնաբարո, շնացին, ինչպես ինքն է ասում, անձին և ասեցին հարցակում հայ առաքելական եկեղեցու վրա։ Հայ առաքելական եկեղեցին իհարկե ինքը շատ ուժեղ է իր ամեն ինչով, բայց նաև հենց նույն սրբազաններով անով և պատահական չէր, որ իրենք հենց թիրախավորեցին ամենասրբազաններին մեծ հեղինակություն ունեցող Միքայել սրբազանին, Բագրատ սրբազանին, Մկրտիչ սրբազանին, իմիջիայլոց, եթե չեք հավատում այդպես է, դուք տեսաք, թե ինչպես պահեցին, այնպիսի մեծ հեղինակություն ունի Միքայել սրբազանը, որ այսօր բանտված է, դուք տեսեք, թե իրեն ինչպես է պահում և ինչ հարված հասցրեց 3 Նիկոլին Գյումրիում։ Նույնը տարածվում է նաև Բագրատ սրբազանի և այդ Տավուշի թեմի վրա իրենք հայտարարություն մի շարք թեմեր արագ, այս քանի օր է հայտարարություններ են անվերջ տարածում, ինչպես են տերհայրերը իրենց պահում, ինչ արժանավայել, ինչ ամուր, ինչ ուժեղ, ինչ պատվարժան, ինչ հավատարիմ, ինչ քրիստոնեաբարո, ինչ արժանապատիվ և իրենց հայտարարությունները, դա հատկապես տարածվում է Արագածոտնի թեմի վրա, փոխանցեցին, ես հետաքրքրեցի այս փուլում, թե Մկրտիչ սրբազանի մասին փորձում էի հարց ու փորձ անել, շատ մեծ հեղինակություն ունի, շատ մեծ և մեծ սեր և հարգանք է վայելում, հատկապես իր թեմի ներսում, մենք տեսնում ենք, որ առաջինը հենց բարձրաձայնեցին, այսպես փորձում են դիմադրություն թույլ տալ, պայքարել և կանգնել հայ առաքելական եկեղեցու կողքը, Արագածոտնի թեմը հատկապես Բրավո ձեզ, կեցեք դուք, 1 րոպե չեն դադարում պայքարել, շատ ակտիվ պայքարի մեջ են։ Եվ հնշուշ պիտի հասներ Արշակ սրբազանին, ով իր կարևոր խոսքը հնչեցրել էր եռաբլուրում, հնչեցնելով, որ նզովյալ են լինելու նրանք բոլոր, ովքեր որ դավաճանեցին Արցախին, ովքեր Արցախը կանգնեցրեցին սրա դիմաց և երկիրը հասցրել են դրան։ Փոքրիկ բռնապետը հիշաչար նենք, որ ողորմելի թշվառական է դառնում, երբ որ դիմացը Ալիևն է, երբ որ դիմացը Էրդողանն է, տեսնում ենք մեղրածոր, ողորմելի, գառնուկի կամ չգիտեմ ինչի տեսքով, ճիճվա տեսքով, այսպես կողքը դիմացը կանգնած, աղերսում է, չգիտեմ ինչ է աղերսում, որ խնայել իրեն, որտև ինքը շատ լավ գիտի, որ Արցախ ինչպես չխնայեցին և կործանեցին և զավթեցին, դա սպասում է նաև Հայաստանի Հանրապետությանը, հիմա իր հայացքում միայն դա է, թշվառի, ողորմելու հայացքում միայն դա է։ Եվ ինքը ուժեղ, կամային, արժանապատիվ, Արշակ սրբազանը բոլորը գիտեն դրա մասին, և ինչ արեց իր կեղտոտ այլանդակ գործիքակազմը սկսեց բանեցնել Նիկոլ Փաշինյանը, որն է դա կոմպրոմատների։ Ես այստեղ շատ եմ ասել և ոմանք դրանից շատ սրտնեղում են, որ ինքը ոչ թե Լևոն Տեր-Պետրոսյանի հոգեզավակն է, ինչպես շատ-շատերն են ասում, որ Նիկոլը Լևոն Տեր-Պետրոսյանի հոգեզավակն է, ոչ, դուք նորից եմ պնդում, ինքը Աշոտ Բլեյանի հոգեզավակն է, որովհետև Աշոտ Բլեյանը բերում էր քիրվայություն, եթե ինչ որտեղ կարելի է ներել, հասկանալ այդ քիրվայությունը, համարել, որ դա միամտություն էր, ապուշություն էր, տգիտություն էր Բլեյանի կողմից մտածել, որ արդեն մենք հաղթել ենք և կարող ենք մեզ քիրվայություն թույլ տալ, ինչու ոչ գնալ այնտեղ, չէ, հաղթանակ այդպես չի, հաղթանակ պահելու համար մեծ տևական աշխատանք է պետք, սկսած մանկապարտեզից, դպրոցից, որը դուք չգիտեմ ինչ եք անում ձեր դպրոցում, շատ լավ գիտեմ, բայց հիմա ժամանակը չի դրա մասին խոսել, այնպես որ հաղթանակ այնպես չի, որ կերտեցիր ու պիտի դա ավարտեց, փակվեց, գնաց և հիմա կարող եմ հանգիստ գնալ ամեն օր հայատյացություն, հայերի դեմ թշնամանք ներշնչող ադրբեջանցիների հետ, իսկ դուք ոնց որ այնքան էլ ապուշ մարդ չեք և խելոք մարդիկ պիտի որ ծանոթ լինեք, թե ադրբեջանցիները ինչ եկան և քիրվայություն էր տարածում, այսինքն այս առումով Նիկոլը իր հոգեզավակն է, Բլեյանի հոգեզավակն է, պատահական չի, որ այդ թերթում է աշխատել իր հիմնած, իր հետ է աշխատել, բավականին երկար ժամանակ ընկերներ են եղել, գաղափարակիրներ են եղել, ինչ որ մի պահից ճանապարհները, այսպես ասած, տարբեր ուղղություններով են գնացել։ Եվ երկրորդ Վանո Սիրադեղյանը հիմա ինչքան շատ կարելի է հիշել Վանո Սիրադեղյանին, հիշում եք 90-ականներին ինչ էր անում Վանո Սիրադեղյանը, երբ որ ներքին գործերի նախարար էր, նա ուղղակի մեր երկրի թիվ 1 ահաբեկիչն էր, ողջ շարժվող գործարար շերտը ուղղակի
հեռացավ, փախչում էր այստեղից, որովհետև ինքը բարիս բուն իմաստով տերոր էր անում եւ հիշում եք ինչ էր անում, գրպանումը կհայտնվեր թմրատեղ, մեքենայիդ մեջ կհայտնվեր ապօրինի ինչ որ անօրինական զենք, փամփուշտ եւ վաղը քեզ կտանեին, հայտնի 6 կար, չգիտեմ ինչ կար, կտանեն այնտեղ եւ ուղակի մի հատ թիվ կասեին, այն ժամանակ 30,000, ես էս պատական չեմ ասում, որովհետեւ շատ լսել եմ, գիտեմ այդ ամեն ինչի մասին, կան անձինք, որ ես ծանոթ եմ, ուզում էին այն ժամանակվա թվերը 30,000, 40,000, մինչև մաքսիմում 60,000 դոլարի մասին էր, բայց հասկանում եք, չէ, ժամանակ այդ ինչ թվեր էր։ Եվ քեզ ժամանակ էր տալիս, որ այսքան ժամանակում կվերես։ Եվ բացի այդ, այս իմաստով մենք տեսնում ենք, որ Նիկոլը իր հոգեզավակն է։ Գիտեք, մարդիկ կան, որ մտնում են այդ բանի մեջ ու սկսում են դրանից հաճույք ստանալ։ Օրինակ, մարդ կա, որ սկսում են նվաստացնելուց հաճույք ստանալ։ Ես ինչի եմ միշտ կրկնում, ասում, որ ինձ համար միևնույն է, շարունակում է շատ նողկալի մնալ այն մարդիկ, որ չհասկացան եւ ոնց կարող էին 18 թվականից հետո գնալ Նիկոլի մեջ, որ մարդը ասենց այլանդակ բանով բառամտերքով բղավում էր, այլանդակ դեմքի էս բանով, որ ծեփեք, ման Բրեք, նկատելի էր, որ ինքը դրանից գերագույն հաճույք է ստանում եւ ոնց կարող է նորմալ մարդը դրանից հաճույք ստանալ կամ դա նորմալ տեսնել եւ գնալ շարունակել Նիկոլի հետևից գնալ։ Ինձ համար անհասկանալի է մնում մինչեւ հիմա 18 թվականից եւ դրա համար ես կոնկրետ իմ շրջապատից բոլոր այդ այլանդակություններին շպրտել եմ համարելով որ բան որոշ մարդիկ ներում ունեն, որտեվ հետո սկսել են պայքարել, շատ ակտիվ պայքարել Նիկոլի դեմ, հիմա ասենք գոնե այդ մարդիկ պայքարում են եւ ես հասկանում եմ իրենց, բայց կան չէ մարդիկ, որ ստվերում են, որ իրենց ընտրությունների չեն գնում, մենակ իրենց բոմժավար իրենց տան այդ հացը, երեխու հացը, տունը, ընկերությունը, այս 4 պատերը մենակ դրանով են զբաղված։ Եվ այս իմաստով ինքը մաքուր հոգեզավակ Վանո Սիրադեղյանի, որտեվ ինքս էս մեծամիտ, բանեղած, արդեն էս ծովը ծնկներից վիճակում էր Վանո Սիրադեղյանը ինչ ուզի կանի, ում ուզի կստորացնի, ում ուզի կբանտի, ում գրպան ուզենա բանը կգցի, ում գրպան ուզենա ապօրինի զենքը կգցի թմրադեղը եւ կասի ուղղակի ռեկետյոր էր, այս մարդը պետական մակարդակով բանդիտիզմ էր, պետական բանդիտիզմ, ինչ որ։ Հիմա նույն բանը Արշակ Սրբազանի հետ կապված է, էս նույն բանն է, Մարիամ։ Ինչ որ տեղի ունեցավ Արշակ Սրբազանի հետ կապված եւ բացի դրանից իհարկե շարունակությունն էլ կա Վանո Սիրադեղյանի հետ կապված եկել էր մի պա որ ինքը ուներ բանդա ուղակի մարդասպանների բանդա եւ սպանում էին սրան կամ նրան ես այս օրինակը շատ եմ բերել մեր շատ հայտնի մտավորականը որ բարեկամություն էր անում Վանո Սիրադեղյանի հետ ասում էր դուք տեսնեք թե ինչ հրճվանքով էր sense նայեմ ժամացույցին ասում էր այս ինչին սպանեցին այսինքն հանձնարարությունը կատարեցին բարեբախտաբար վռնդվեց Վանո Սիրադեղյանը այստեղից, բայց իհարկե ճանապարհները բացեցին, որ փախչի այստեղից, որտեղ այդ բանդան շարունակելու էր գործել եւ բարեբախտաբար նաեւ իշխանափոխություն եղավ եւ այդ բանդան բոլորը բանդայի անդամները կալանավորվեցին եւ այս ամեն ինչից պրծանք այդ մարդասպաններից էլ եւ մարդասպանից մենք պրծանք, բայց մենք հիմա տեսնում ենք, որ դա շատ նման ոչ կա այստեղ, հատկապես նմանություն կա գրպանում գցելը Տեսեք ինչ է, պարզ է դառնում, որ այս մարդը սկսում է գործ սարքելու բան պրոցեսը կանչում են եւ դրա մասին ակնարկ արեց Արշակ Սրբազանը իր ասուլիսի ժամանակ, այսպես ուղիղ բանով չասեց, բայց ակնարկեց, որ այո, այսինքն մամուլում էր գրվել դրա մասին, որ Արշակ Սրբազանին կանչում են ԱԾ։ Ամենայն հավանականությամբ բացատրական աշխատանքներ են անում, ամենայն հավանականությամբ ասում են, տեսեք, մենք կարող ենք նման ձայնագրություններ տասեք, տեսեք, մենք կարող ենք ձեր գրպանում թմրանյութ գտնել, տեսեք, մենք կարող ենք սա անել։ Ամենայն հավանականությամբ այնպիսի խոսակցություն, ինչպիսի խոսակցություն եղել է այն սրբապիղծ հուդա տականք սրիկա դավաճան այն 10 դավաճան սրբազանների եւ մի քանի սրբապիղծ քահանաների հետ, ովքեր վախեցած, վախվորած համաձայնել են գնալ դրան։ Չնայած ես մի կողմից վախն է, բայց մյուս կողմից նաեւ շահն է եւ ագահությունը։ Հիմա ասենք կճուանի մասին ու չես ասես մարդը վախենում, այս մարդը ագահ, այլանդակությունն է։ Կամ Ամերիկայի հովնան հատնաթան ինչ էր, Ամերիկային որ ստորագրել միացել, ոչ ես կարող ասել, այդ մարդը շահը գիտի, նաեւ այդ մարդու հետ կապված նաեւ պղծության ինչ որ պատմություններ կան, պատահական չի, ասում են պատահական չի, որ այս մարդը այնտեղ մագունցը իր հետ շատ լավ աշխատել է, այսինքն միայն սա չի, որ ԱԱԾ-ն փորձել է այսպես ճնշել ինչ որ բաներ ասել եւ կոմպրոմատներ ներկայացնել ու ասել է կամ դուք պետք է այդ կոմպրոմատները տեսեք կամ մենք կտարածենք
հետո դուք կձերբակալվեք, կամ դիմեր ասածը անեք, ինչ է այստեղից երևում, երևում է, որ Արշակ Սրբազանը չի համաձայնել գնալ դրան, Արշակ Սրբազանը չհամաձայնեց, չհամաձայնելուց հետո Արշակ Սրբազանը ինչ է անում, մենք տեսնում ենք, որ իր մեծ ասուլիսի ժամանակ դատապարտում է, ասում է հայ առաքելական եկեղեցու կողքը, ինչ որ բաներ բացահայտում է, ասում է որևէ մեկը չի հերթական անգամ վստահեցնում է, որ ինքը կանգնած է եւ շարունակելու է կանգնել Մայրաթորի կողքը, կանգնելու է կաթողիկոսի վեհապարի կողքն է մնալու, այնպես որ ինքը հետ չի քաշվում եւ ավելին իր հերթական անգամ իր աջակցությունն է հայտնում հայ առաքելական եկեղեցուն վեհապար հորը։ Դե ինչ պիտի լիներ սրանից հետո, ինչ է լինում, ուրեմն նորից եմ կրկնում, Նիկոլը, որ ամբողջ զինանոցը հանել է սրբազանների դեմ, տեսեք, ես մարդուն թվում է, թե ինքը որ վախկոտ է, թվում է, թե բոլորը վախկոտ են, հիմա Նիկոլ, տես, եթե դու այդպես, ասենք քո արևին, մարդիկ, հեսա մի հատ կոչ կանեմ կգնանք, բա ուր է կոչըդ, բա դու սեպտեմբերին կոչ է Իրանում գնանք, հասկանում է, որ չէ, փշրվել է, ոչ ձայն ունի, ոչ հեղինակություն ունի, ինքը մնացել է իրան շրջապակած այդ աղածականներով, որ քաղաքացիական հագուստներ են հագնում, այդ ոստիկաններով է շրջապակված, այնտեղից բաներից, տարբեր տեղերից ինչ որ մարդիկ է բերում, շրջիկ ինչ որ մի հատ թիմ է բերում, այնտեղ սեռաշեղված, այլասեռված ինչ որ կերպարներ կան, պիտի կան բղավեն, ինչ անեն, չի ստացում։ Նորից է հայտարարում, ասում ենք հոկտեմբերին ենք հարձակվելու։ Դա էլ չի ստացում։ Մեկ է նորից է հայտարարում, ասում է բան ենք անելու։ Հիմա արդեն սկսում են իրանց ինֆորմացիոն բաները դնել։ Մենք հեսա գնալու ենք բանից, Էջմիածնի ընտրություն, վաղ շաբաթի ընտրություններից հետո գնալու ենք։ Այնտեղ երևի ասում են ընկեր, թքած կծրած է այս ընտրությունը։ Հազիվ զորով հրմշտելով 10%-ը, չգիտեմ 7%-ը մնացածը սարքելով չկա։ Չի լինում, այս ժողովուրդը զզվում է քեզած, այս ժողովուրդը գիտակցել է, այս ժողովուրդը հասկանում է, որ դու 4 պատերազմ ես բերել, Նիկոլ, դու բերելու ես 5-րդ պատերազմը, բացի այդ, դու այնքան մեծ այլանդակություն ես, որ դու պղծում ես հայ առաքելական եկեղեցին, դու չես հանգստանալու, քո առջև խնդիր է դրած, որ դու պետք է այդ մեծ համաշխարհային մեծ ցանցը պառակտես, մասնատես, միտեղ աղանդավորական ինչ-որ կարգավիճակ տաս, խլես հայ առաքելական եկեղեցուցա, խլես նա, որ հեշտ հանձնվի այս երկիրը ադրբեջանցուն ու թուրքին, հայ ժողովուրդ դու երբ ես հասկանալու, որ քո տան հարցն է, լավ, եթե դու չես հասկանում, որ վեհապարի հարց, չես գիտակցում, որ վեհապարի հարց այդ քո հարցն է, որ մայր տաճարի հարցը, Մայրաթորի հարցը, դա քո հարցն է, որ սրբազանների հարցը քո հարցն է, լավ, դու չուզեցիր հասկանալ, որ Ռոբերտ Քոչարյանի հարցը քո հարցն է, Արցախի հանձնելու հարցը քո հարցն է, Սյունիքի բարձունքները քո հարցն են, Տավուշի հանձնելը քո հարցն է, Բագրատ Սրբազանը քո հարցն է, Միքայել Սրբազանը քո հարցն է, Մկրտիչ Սրբազանը քո հարցն է, Գեղարքունիքի տարածքները Երևանն է, քո տան հարցն է դրած, դու երբ ես հասկանալու, դու երբ պիտի հասկանաս, ես ժողովրդին եմ ասում, ես մեծ ցավ ունեմ եւ մեծ դժգոհություն ունեմ այսօր քաղաքական ընդդիմադիր իրենք էլ այդ գիտակցումը չունեն, որ մենք ինչի արժե, ես կարծում եմ, որ այսօր իմիջիայից մի հատ այսպես արագ բան եկա, Սաթիկը հարցազրույց էր վերցնում Հայաստան Դաշինքից Էլինարի հետ եւ Էլինարը մի այսպիսի խոստովանություն է անում, որ Սիսակ, հա, ինչ է Սիսակի, ինչ ազգանունը Սիսա Գաբրիելյանով մի падգամավոր կա, որ ԿՊ-ից եղել է Ազատություն ռադիոկայանից, լրագրող արևին, իրան ընտրողներ, այ լացեք ձեզ վրա, լացեք, որ դուք ում եք ընտրել։ Եվ գիտեք ինչ է ասել, երբ որ ասել է իրան Էլինարն ասել է, լավ, դու չես հասկանում, որ մենք, ասենք, մի օր պատասխան պետք է տաք, էլի, ասենք, դուք ասենց կործանում եք Հայաստանը, մեզ բոլորիս կործանում եք, ամեն կործանում եք, ասել, բայց դի պետություն լինի, որ կործանենք, դի երկիր լինի։ Այսինքն իրենք արդեն գիտեն, իրենք է գիտեն։ Սիրելի ընդդիմություն, ես չգիտեմ ինչ ասեմ, քաղաքական էլիտը, ինչ ասեմ ձեզ, իրենք անգամ գիտեն, որ կործանելու են, որ եկել են դրա համար տի կործանեն, որ Հայաստան չի լինելու, որ մեզ գալու են մորթեն էստեղ, վռնդեն էստեղից, իրենք գիտեն, բայց մենք չգիտեմ ինչի, մենք մեզ խապ, տոնածառ, նոր տարի, ամանոր, չկա այդպիսի բան, չկա, փակել են ես դեմքերը չկա, չի հարցակվել,